Այսօր որոշել եմ հետաքրքիր փաստեր ներկայացնել Հայաստանում գտնվող այգիների մասին։ Երևանի կենդանաբանական այգի։ Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը առաջացել էր 1930-ական թվականներին, սակայն այն իրականություն դարձավ միայն 1940-ին։ Երևանի կենդանաբանական այգու հիմնական ու կարևոր նպատակներից է Հայաստանի Կարմիր գրքում և միջազգային Կարմիր գրքում գրանցված վտանգված կենդանատեսակների պահպանումն ու բազմացումը, նոր կենդանատեսակներով ու նոր ազատավանդակներով համալրվելը։ Կենդանաբանական այգում առկա են հետևյալ բաժինները՝ գիշատիչներ, թռչուններ, սմբակավորներ, պրիմատներ։ 2022 թվականի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում կա 126 կենդանատեսակ, 707 գլխաքանակ։ Կենդանաբանական այգու համար շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Այգին իր գլխավոր նպատակներից է նաև համարում եվրոպական այգիների չափորոշիչներին համապատասխան դառնալը։ Երևանի կենդանաբանական այգին ոչ միայն տեսարժան կամ ժամանցի վայր է, այլև հանդես է գալիս կրթական նախագծերով ու համագործակցում բազմաթիվ հետազոտական կենտրոնների և կրթական հաստատությունների հետ։ Այգին Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի անդամ է, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի թեկնածու։ Բուսաբանական այգի։ Բուսաբանական այգին, նույն ինքը բուսաբը, երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն է։ Խիտ ու փարթամ բուսականությունը թույլ է տալիս լիարժեք հանգստանալ։ Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ Մաղաքյանի, Հախվերդովի, Միրզոևայի կողմից։ Տարածքը 80 հեկտար է, այնտեղ կա 1100 բուսատեսակ։ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի, դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ, 30 ցեղից, հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։ Լիոնի այգի։ Լիոնի այգին հանրային զբոսայգի է Էրեբունի վարչական շրջանում։ Այն զբաղեցնում է 17 հեկտար տարածք։ Այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը, որի մակերեսը կազմում է 8 հեկտար։ Արհեստական լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի I-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3000 առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Սիրահարների այգի։ Չնայած նրան, որ այգին շատ ժամանակակից տեսք ունի, այն ունի հարուստ պատմություն սկսած 18-րդ դարից։ Մի ժամանակ այգու տարածքը եղել է Կոզեռն թաղամասում, իսկ այգին կոչվում էր Կոզեռնի այգի։ Այդ ժամանակ այստեղ տնկվել են բազմաթիվ ծառեր։ Ըստ այդմ, նրա ներկայիս ծառերի մեծ մասը մոտ 150 տարեկան է։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո այգին վերանվանվել է Սիրահարների այգի։ Անունը առաջացել է Դեմիրճյան փողոցից, որը կոչվում էր Սիրահարների փողոց։ 1981 թվականին այգու տարածքում կառուցվել է մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը։ Սիրահարների այգին ունի 1,6 հեկտար տարածք։ Այգու արևելյան մասում կա մի արհեստական լիճ՝ 2 կղզիներով։ Կղզիներից մեկը լճի հակառակ կողմում օգտագործվում է որպես ամֆիթատրոնի բեմ՝ 200 տեղանոց։ Երկրորդ բեմում ևս կա 200 տեղ։ Այգում կան նաև 2 ջրվեժ, որոնք կհավիժում են առվակների մեջ և լիճ թափվում։ Երևանի 2800-ամյակի այգի։ Երևանի 2800-ամյակի այգին հանրային զբոսայգի է Երևանի կենտրոն վարչական շրջանում, հայտնի է նաև որպես Վարդանյանների այգի անունով, որը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին։ Այն բարերար Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ։ Այգու կանաչ տարածքը ընդհանուր առմամբ կազմում է 7500 քառակուսի մետր։ Այգում կան 70 տեսակի
369 ծառեր։ Այգում տնկելու համար ներմուծվել են 250 ծառեր, որոնք Հայաստանի համար առանձնահատուկ և էկզոտիկ են և հատուկ ընտրվել են Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին համապատասխան։ Այգին երկու կողմից շրջապատված է թփերից բաղկացած բուսական ցանկապատով։ Կանաչ տարածքները ոռոգվում են ավտոմատացված կաթիլային և ցնցուղային ավտոնոմ համակարգերով։ Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քառակուսի մետր սալահատակ։ Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով։ Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլած 45 ջրաշիթերով։ Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոններում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան։ Թումոյի այգի։ Թումոյի այգին այլ կերպ անվանում են նաև Թումանյանի այգի, գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում Հրազդանի կիրճի եզրին Կիևյան կամրջի հարևանությամբ։ Հիմնադրվել է 1970 թվականին հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, որպես մանկական այգի։ Ժողովրդի շրջանում հայտնի է Թումոյի այգի անվամբ։ Զբաղեցնում է 7 հեկտար տարածք։ 1971 թվականին ստեղծվել և 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի գլխավոր հերոսների Անուշի ու Սարոյի բազալտե քանդակը։ 2009-ից 2010 թվականներին ստեղծվել են ֆուտբոլի ու բասկետբոլի խաղադաշտեր, մանկական խաղահրապարակներ, տնկվել է շուրջ 1000 ծառ, կառուցվել են հետիոտնային ու հեծանվային ուղիներ, ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ։ Այգուն հյուսիսից հարող տարածքում, երբեմնի Արագած կինոթատրոնի մերձակայքում, ամերիկահայ Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը Հայաստանում, որտեղ անվճար տեխնոլոգիաներ և դիզայն են ուսումնասիրում բազում երեխաներ։ Այգում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, խնամվում է բացառապես Թումո կենտրոնի կողմից և մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում։